Դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ մենք Ձմեռպապի Ձյունանուշի ուղեկցությամբ փորձում ենք մտնել հրապարակ։ Ձմեռպապի ձեռքին տոնածառ կար, ոստիկանները հարձակվեցին մեր վրա, ուղղակի հարձակվեցին եւ սկսեցին հրել, ջարդել տոնածառը, մի խոսքով իրենց այդ հարձակումից հետո տոնածառը կտոր արեցին եւ անձամբ գնդապետ Օսիպյանը մասնակցում էր դրան եւ ջարդում էր տոնածառը։ Դրանից հետո փորձեցինք մենք, այսինքն նրանք խլեցին ուղղակի տոնածառը, փախան եւ ջարդեցին։ Դրանից հետո մենք փորձեցինք մի քիչ այլ մոտեցում ցուցաբերել։ Մեր ընկերներից մեկը տոնածառի հագնելով, երբ որ ցանկանում էր մտնել Ազատության հրապարակ, այդ ժամանակ ոստիկանների մի բավական մեծ խումբ, այդ հրեշտակների ստորաբաժանման հրամանատար Գեղամի գլխավորությամբ հարձակվեցին մեր վրա եւ այդ ժամանակ սկսեց ուղղակի ծեծու ջարդը։ Բռունցքներով, ոտքերով հարվածում էին, մարդկանց գցում գետնին եւ կոնկրետ Գեղամ Խաչատրյանը ինքը հենց մեծ ակտիվություն էր ցուցաբերում եւ բազմաթիվ մարդիկ տուժել են հենց նրա հարվածներից եւ ինձ էլ հենց ինքը բռունցքով հարվածել էր եւ այդ հարվածից հետո իրեն մի կերպ հեռացրեցին են կողմ, որպեսզի չշարունակի իր սկսածը։ Եվ ամենազարմանալին ու ցավալին այն է, որ դրանից հետո ձերբակալում են մեր ընկեր Գևորգին, որը ընդհանրապես որևէ մեկին չէր հարվածել, եւ ձերբակալում են Գեղամ Խաչատրյանի մեղադրանքով, իբրև թե ինքը հարվածել է Գեղամին եւ Գեղամը տուժել է դրանից։ Իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է եղել եւ սա ուղղակի քաղաքական հաշվեհարդարի մի մարդու նկատմամբ, որին իրենք փորձել են ամեն ձևով կոտրել, բայց ոչ մի կերպ չի ստացվել։ Սա պատվիրված քաղաքական գործողություններ են եւ այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի պահանջենք ազատ արձակել անմեղ մարդուն եւ ժամեր անց այս դատարանի շենքում տեղի է ունենալու դատավարություն, որի ընթացքում փորձելու են կալանքը երկարացնել։ Դա նշանակում է, որ դրանից հետո Գևորգին տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ անցած անգամ Գևորգը գտնվում էր քրեական ինչ-որ հանցագործների հետ նույն խցում եւ պատվերով նրա վրա շատ ուժեղ ճնշումներ էին բանեցնում։ Այս անգամ փորձում են նույն կերպ Գևորգին տեղափոխել այնտեղ եւ այդ ճնշումները շարունակել։ Եվ մենք իհարկե թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ հետ նման կերպ վարվեն։